Պատրաստվեք մի տարվա, որը չի ճանաչի կիսատոններ։ 2026 թվականը կարմիր կրակի ձիու տարին կպայթի կրքերի, համարձակ նկրտումների և արագ փոփոխությունների մռիկով։ Այս էներգիան չի հանդուրժում պասիվությունն ու թուլությունը։ Այն կպարգևատրի քաջերին, բայց անողոք կերպով կմերժի նրանց, ովքեր նախընտրում են նստել կասկածի հարմարավետ ախոռում։ Ով կհեծնի բախտի ալիքը և ում կփորձի տապալել տաք ձին։ Եկեք նայենք աստղային քարտեզներին։ Խոյ, առաջամարտիկ ձիավորի տարին։ Խոյեր, ձեր քաջությունն ու նախաձեռնողականությունը կխթանվեն տարվա էներգիայով, հարթելով ճանապարհը խոշոր նախագծերի համար։ Բիզնեսի մեկնարկ, վճռական կարիերայի ցատկ, վտանգավոր, բայց հետաքրքիր ճանապարհորդություն, ամեն ինչ կընթանա ըստ նախատեսվածի։ Տարին իդեալական է հին, բայց արժեքավոր կապերը վերականգնելու համար։ Առողջությունը կլինի ձեր կողքին, տալով ձեզ ուժ նոր բարձունքներ նվաճելու համար։ Ցուլ, դիմացկունության փորձության տարի։ Ցուլեր, պատրաստվեք լուրջ փորձության։ Այս տարին պահանջելու է աննախադեպ ճկունություն և ոչ ասելու ունակություն։ Դուք ռիսկի եք դիմում կրելու ուրիշների խնդիրների և պարտավորությունների անտանելի բեռը։ Բախտը կժպտի միայն ձիու տարում ծնվածներին։ Մյուսները ստիպված կլինեն ցուցաբերել իմաստուն խորամանկություն և տոկունություն։ Խստորեն պահպանեք ձեր անձնական սահմաններն ու ռեսուրսները։ Մի թողեք, որ ձեր բարությունը շահագործվի։ Սա ռազմավարական պաշտպանության տարի է, այլ ոչ թե անմիտ հարձակում։ Երկվորյակներ, հաղթանակ կարմիր գորգի վրա։ Ահա այն է 2026 թվականի գլխավոր ֆավորիտը։ Երկվորյակներին սպասում են հռչակ, ճանաչում և շլացուցիչ հնարավորություններ։ Դուք կլինեք ուշադրության կենտրոնում, գրավելով շահավետ առաջարկներ և հիացմունքով լի հայացքներ։ Ֆինանսները կայուն են, իսկ աշխատանքը հաճույք և եռանդ։ Այս տարին կհիշվի որպես ձեր կյանքի ամենակենսունակ և արդյունավետ ժամանակաշրջաններից մեկը։ Խեցգետին, վախերի հաղթահարման տարի։ Խեցգետին, ձեր պատյանը կզգաք ամուր։ Հրեձին ձեզ կտա անսովոր քաջություն։ Ձեր կարիերայում կամ անձնական կյանքում վճռականության ցանկացած դրսևորում հարյուրապատիկ կպարգևատրվի։ 2026 թվականը ստվերում նստելու ժամանակ չէ։ Ասեք այո խելացի ռիսկերին, և դուք կզարմանաք, թե ինչպես կփոխակերպվի ձեր իրականությունը։ Թույլ տվեք ինքներդ ձեզ այրել կամուրջներ, որոնք տանում են դեպի փակուղիներ։ Առյուծ, անձնական հեղափոխության տարի։ Առյուծներ, կարող եք ակնկալել լայնածավալ դրամատիկ փոփոխություններ։ Ամուսնություններ, ամուսնալուծություններ, տեղափոխություններ այլ երկրներ։ Դուք կզարմացնեք շրջապատողներին ձեր գործողություններով, և դա հրաշալի է։ Տարվա էներգիան արձագանքում է ձեր բնույթին, կենսունակ, հպարտ և արտասովոր։ Դուք կստանաք իրավունք ապրելու այնպես, ինչպես ուզում եք, մի կողմ դնելով ուրիշների սպասումների կապանքները։ Պատրաստվեք դրական հույզերի պայթյունի և ձեր կյանքի լիակատար վերափոխման։ Կույս, արագ հարմարվողականության տարի։ Կույսերը կզարմանան կրակի ձիու խելահեղ տեմպից, բայց նրանց վերլուծական միտքը արագ կհամակարգի ամեն ինչ։ Գլխավոր խնդիրը կատարելագործությունն ու ներքին հետաձգումը հաղթահարելն է։ Երբ հարմարվեք տարվա բարձր տեմպին, ձեզ սպասվում է տպավորիչ հաջողություն։ Դուք վարպետորեն կապեր կհաստատեք ճիշտ մարդկանց հետ և կգործեք սառնասրտությամբ, չափված արդյունավետությամբ։ Դեկտեմբերին դուք առատ պարգևներ կհավաքեք։ Կշեռքներ, ներդաշնակ առատության տարի։ Կշեռքները բախտավոր են։ Էներգետիկ տարին նրանց ճաշակով կլինի։ Դուք կվայելեք աշխարհի գեղեցկությունը։ Ճանապարհորդությունները, արվեստը և մշակութային միջոցառումները կլցնեն ձեր կյանքը ուրախությամբ։ Կենթաղային գործերը նույնպես կբարելավվեն։ Դուք վերջապես կվերանորոգեք ձեր տունը կամ կսկսեք հարմարավետ բույն կառուցել։ Ֆինանսներն ու առողջությունը, ինչպես հավատարիմ ուղեկիցները, ձեզ չեն հիասթափեցնի։ Սա այն տարին է, երբ պետք է վայելել անցյալի ջանքերի պտուղները և ներդրումներ կատարել հարմարավետության մեջ։ Կարիճ, խորը փոխակերպման տարի։ Կարիճներ,
Այս տարին նույնքան լարված եւ անկանհատեսելի կլինի, որքան դուք։ Ձեզ սպասում են ներքին փոթորիկ, իմաստի որոնում, արժեքների վերագնահատում եւ անհավասարակշռության պատճառով հնարավոր անտարբերություն։ Սա հոգևոր ճգնաժամի եւ հետագա առաջընթացի ժամանակ է։ Տարվա կեսերին դուք կգտնեք պատասխաններ, կստանաք նոր ներքին ուժ եւ փորձություններից դուրս կգաք ամրապնդված եւ իմաստուն։ Վստահեք ձեր ներքին կողմնացույցին։ Աղեղնավոր լիակատար բախտի տարի։ Ուշադրություն, բախտավորներ։ Փողը կհոսի ջրի պես, կհայտնվեն անսպասելի եկամտի աղբյուրներ, դուք կպաշտվեք աշխատավայրում, իսկ ձեր ընտանիքը կլինի իդեալական։ Միակ վտանգը այս հարմարավետության գոտում այնքան թուլացնելն է, որ գալիք տարիները կթվան ձանձրալի եւ ձանձրալի։ Ձեր խնդիրը միայն ծախսելը չէ, այլ իմաստուն ներդրումներ կատարելը, ակտիվների, գիտելիքների եւ փորձի մեջ։ Այծեղջյուր, հարաբերությունների փորձության տարի։ Այծեղջյուրներ, ձեզ հիմնական մարտահրավերները սպասում են հաղորդակցության ոլորտում։ Ձեզ կարող են ընկալել որպես չափազանց սառը, պրագմատիկ կամ քննադատական, ինչը կհանգեցնի կոնֆլիկտների եւ թյուրըմբռնումների։ Ինչպես միշտ դուք լուծում կփնտրեք պլանավորման եւ խնայողության միջոցով, բայց ձին կարոտում է քաջություն, այլ ոչ թե խնայողություն։ Սովորեք արտահայտել ձեր զգացմունքները եւ գնալ դիվանագիտական զիջումների։ Այս տարի 4 տրամաբանությունը կզիջի անկեղծությանը։ Ջրհոս, բնավորության զարգացման տարի։ Ձիու տարին կպարգևատրի ձեր ընտրությունները։ Դուք կկենտրոնանաք ինքնակատարելագործման վրա, սպորտ, ուսում, կարիերայի առաջխաղացում։ Ձեր անձնական կյանքը ժամանակավորապես կմտնի երկրորդ պլան։ Տարվա վերջին հոգնածություն զգալով դուք կցանկանաք հանգստանալ, բայց այս էներգետիկ տարին թույլ չի տա դա։ Այն նրբորեն, բայց համառորեն կհիշեցնի ձեզ կարգապահության մասին։ Դուք կդառնաք ավելի ուժեղ, ավելի դիմացկուն եւ ավելի պրոֆեսիոնալ, բայց գինը կարող է լինել հուզական չորություն։ Ձկներ, հմայի եւ ինտուիցիայի տարի։ Ձկներ, ձեր խարիզման եւ հոգեբանական խորաթափանցությունը ձեր ամենամեծ ակտիվն են։ Օգտագործեք հմայքի կախարդանքը ձեր կարիերայում եւ անձնական կյանքում։ Այս տարին ձեզ կսովորեցնի, թե ինչպես կառավարել ֆինանսները։ Դուք կսիրեք դրանք, բայց նաեւ կսովորեք զգուշ լինել։ Ուշադիր եղեք ձեր առողջությանը, մի չափազանցեք ձեզ։ Ամփոփում, ով կհամբերի եւ ով կհաղթանակ։ Հրեղեն ձիու տարին չի ներում պասիվությունը։ Նրա կարգախոսն է՝ գործեք համարձակորեն, ապրեք կրքոտ, շտապեք դեպի ձեր նպատակը առանց հետ նայելու։ Նախ թամբեք ձիուն եւ ձեզ սպասում է անմոռանալի մրցավազք դեպի հաջողություն։ Հիշեք, որ հորոսկոպը հնարավորությունների քարտեզ է, այլ ոչ թե նախադասություն։ Ձեր կամքն ու ընտրությունը միշտ կմնան ձեր ճակատագրի հիմնական շարժիչ ուժերը։ Թող 2026 թվականը լինի համարձակ որոշումների եւ փայլուն հաղթանակների ժամանակ։